Մեր հաղորդման գործընկերն է Սարլի Սոփ ընկերությունը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք խոհանոցում հաղորդաշարի հերթական հաղորդումը, պետք է անկեղծանամ, որ մեր հաղորդումը ձեր շնորհիվ թափ է հավաքում, ձեր անմիջապես մասնակցությունը մենք դա զգում ենք, շարունակեք գրանցվել մեր YouTube-յան ալիքում, շարունակեք եթե հավանում եք լայք կոճակը սեղմել, որովհետև դա նպաստում է այս նյութի տարածմանը։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել մեր Patreon-ին, որովհետև կան տեսանյութեր, որոնք որ YouTube-ում դուք չեք կարող տեսնել, իսկ Patreon-ում այդ հետաքրքիր նյութերը տեղադրված են, ելի ու ելի ձեզ ոչ թե փոքրիկ, այլ մեծ սրտիկներ, մեր սիրելի հետևորդներ ջան։ Ֆինանսական աջակցությունն էլ արդեն գիտեք, որ կարող եք փոխանցել եւ Patreon-ին, եւ Donation Alerts կայքի միջոցով QR կոդը այդ ներքևում անպայման կտեսնեք։ Հիմա այն որ բանա Դե արդեն սա գիտեմ մեր յուրո։ Արա համբարձու տորոմ բզի։ Յա, բաճիկ ջան, դու ես, այդ ցավը տանեմ։ Կարոտելի, վայ ջան։ Ողջույն արգանքներս նա էլի, ահա։ Ո՞նց է։ Լավ, դուք ո՞նց եք։ Շատ լավ է։ Մենք էլ ենք ոնց։ Հա, շատ ռեսկի։ 15 տարի չի ասել։ Շատ կարոտած ենք, վայ ջան, կարոտել ենք իրականում։ Ես չի որ շատ ուշ ենք տենում, վայ։ Հա։ Տեմ եք, բայց այս ձևած շապով ասելու բան տարիներ են ասել։ Երևի որ եք։ Հա, մինչև ասելիքները մի երկու ասելու բան ես ունեմ եւ մեր հետևորդներին եւ հեռուստադիտողներին վայացավ։ Վստահ եմ քեզ էլ են այդ խոսակցությունը, էլ խի բանակում մի տեղերքով չեք հավաքվում ինչ որ բան նկարում, անում։ Այ ասել են, լիքը ասել են եւ քո պատասխանը չէ։ Լռություն։ Հիմա սրանից հետո կարող ես չլռել, խախտվում է այդ լռությունը խախտվում է, որովհետեւ այդ կազմով հավաքվում ենք նշանը է։ Այդ կազմով հավաքվում ենք սիրելի հետևորդներ եւ որոշել ենք շատ հետաքրքիր լավ պրոյեկտ է նախատեսվում 12 մասից բաղկացած Ես մենակ ուրախ եմ։ Ուրախը ո՞րն է, դու եք ասել։ Գործի ես արդեն։ Արդեն դու գործի ես։ Մերսի։ Ուրախ կգաս գործի։ Ուրախ կգամ։ Բայց հետաքրքիր է, ինչ կերպարներով ենք լինելու տեղ։ Ոնց ինչ կերպարներով։ Կերպարները շատ ընդգծված։ Չէ, ստոպ, փակագծերը ուզում ենք բացենք, տենց Դե հետաքրքիր չի անի։ Հետաքրքիր է, բայց ուղղակի հիմա սաղ ասենք։ Հա, ինչ որ հետաքրքիր չպիտի։ Այո։ Բազմա սերիանոց շատ հետաքրքիր։ Բազմա։ Բազմա սերիանոց շատ հետաքրքիր բանա լինելու, սերիալ։ Բազմա սերիանոցը 12 մասից է լինում, հա։ Բազմա սերիանոց ֆիլմ։ Այո, դա արդեն բանա։ Բայց հակագծեր չենք բացի ով ինչ կերպարա խաղալու։ Եթե բանակումը 700 սերիա նկարվի ինքը ինչ է կոչվում։ Էդի բազմա սերիանոց։ Էդի բազմա բարբրան է, էլի։ Բազմա բարբրա։ Լավն է։ Բազմա բարբրա։ Բայ ջան պատմի, ինչ կա, ոնց ես։ Լավ, ինչ ես անում։ Հարցրինք էդ ինչ կա ոնց ես։ Սպանեց, ինչ կա ոնց ես, ինչ կա։ Հանգստանում եմ, արդեն լավ չէ։ Հանգստանում։ Դե հա, որ չես նկարահանվում, հա, այդ առումով։ Ես իմացա շատ չարչարվեց։ Ես առաջարկում եմ վայի կերպարից խոսանք, բանակումի քաջիկից։ Դե այդ հարցերը միշտ կա, միշտ եղել է այս 15 տարի քեզ ծեծել են հաստատ այդ հարցերով, ճանջիփեդով։ Բայց օրինակ իմ ամենասիրած կերպարն է, գիտես, չէ՞։ Քաջիկ, ասենք համբարձում եթե չլներ, ես որ մեծ սիրով քաջիկի կերպարը կխաղամ։ Այ լավ հարց է։ Օրինակ եթե հնարավորություն լիներ, խոսքի բանակում պրոյեկտի մեջ ում դերը կխաղայի։ Միանշանակ համբարձում։ Այդ աբարոտ կա էս քրով։ Միանգամից Չէ։ Իրականում դե էլ խաղը լավ, արի փոխենք դերերով։ Բա քաջիկին է դու, հա, փաստորեն քաջիկին։ Իրականում ես որ մտել եմ սերիալ, ես չեմ իմացել, թե ինչ կերպար պետքա խաղամ։ Բա ոնց է եղել։ Եղել է հանդիպում 5 րոպեանոց, քանի որ շտապում էի, ժամադրված էինք շանթում, ասեցին սցենարիստը Ուղղակի ինձ տեղեկացրել էին, որ ես անցել եմ այդ կաստինգի։ Բայց ո՞նց ես անցել։ Փուլը։ Եկել եմ ինչ-որ համոգագոյից կտոր եմ խաղացել։ Ես էլ ծանոթ չէի անկեղծել, ինչ է։ Համոգագոյից կտորը խաղացել, համոգագոյին եմ վերցրել, իրան ասել են ասել են հաջող։ Ինձ ասեցի սցենարիստը ուզում է հետդ խոսի։ Ասեցի շատ բարի, հանդիպենք։ Իջաշան տեսա իմ նման էլի ոնց որ casting անցած տղեկ են նստած սպասում են ասի տղեկ ջան ինչ որ չափով ճանաչում է էլի բոլորը ինստիտուտից ասեցի
ես շտապում եմ, էլի, հետո չգիտեմ ինչ գործ ունի, ես կլինի շուտ մտնեմ սցենարիստի հետ պետքա ծանոթանամ, թե Ջամշոյան ես էլի արե։ Հա։ Կլինի ես շուտ մտնեմ աշխատանք։ Մտա Անդրանիկի հետ ծանոթացանք, ասեց ինչ կերպար, այ օրինակ ինչ ես պատկերացնում, ես էլ բանից անտեղյակ չէի պատկերացնում ինչա կարող, ասեցի Անդո ջան, անկեղծ ինչ գրես խաղամ, զարմացավ, ասեցի Այդ ղաջան, հələ դեպքիդ նայ, ոնց ինչ գրեմ խաղաս։ Ինչ ես խոսում, ոնց ինչ գրեմ, ասեց խի այտենց վստահ ես քո վրա, ասեցի հա։ Ասես շատ վստահ ես ասում։ Պրոստը վրազա, տես։ Եկամա մի բան ասի գնա, էլի։ Ասես շատ վստահ ես ասում, ասեցի բա մեր աշխատանքը դրանում է, որ վստահ ասենք այո։ Ու տենց վստահ դուրս եկա։ Անցավ 2 օր։ Կանչեցին, ասեցին սցենարը պատրաստ է, արիշանտ վերցրու, որ ծանոթանաս, վաղը նկարանման ես։ Իջա սցենարը վերցրեցի, ասեցի ինչ կերպար, անունը ասեցին Քաջիկն է, քո տեքստը կծանոթանաս Քաջիկ։ Բացեցի տեսա ու հասկացա, որ պետք չէր այդքան վստահ Անդոյին Վստահ ասել, հա, ինչ գրես Անդոյին պետք չէր այդպես վստահ ասել, ինչ գրես խաղամ։ Իսկ որ ասում ես տեղյակ չէի, այսինքն նախագծին տեղյակ չէի, նայում էի այդ ժամանակ դու ամբողջ խնդիրը նրանում է, որ ես նկարանման ընթացքում էլ սերիալը այդքան մենք մենք չենք հասցրել այն կողմ։ Ու միշտ Անդոյի հետ Անդրանիկի է սցենարիստ եղել է այդ կոնֆլիկտը։ Միշտ զանգել է իմանալով, որ ես չեմ նայում, ամեն իրիկուն զանգում էր, ասում էր նայեցիր։ Հա, նայեցիր, այս կտորը նայեցիր, ասում էի Անջան, դե չէ, էլի լավ էլի ինչ։ Ախպեր, քո համար եմ ասում, նայի, որ իմանաս, ասում էի լավ էլի անդ։ Հետո արդեն սկսեցի ոնց որ մանր նայել, որ Անդրանիկին չնեղացնեմ։ Թե չէ ոչ էլ պետք է։ Հա։ Դե որ նկարվում ես Զուտ չնեղացնելու համար։ Հա, բա իհարկե։ Իսեր ասո։ Հարգանքից ելնելով։ Կյանքում ու կերպարիդ մեջ դե տարբերությունները ահռելի եւ հսկայական են, ուզում եմ մեր հետևորդների համար ասեմ, որ չկապ չունի։ Մենք բանակի նախագծում ունեցել ենք 4 հատ զակատարած կռիվ, եթե չեմ սխալվում։ Զակատարած։ Հա, զակատ, որ պատրաստ է, որ sense մի հատ բան պիտի ասես կռիվ սարքի, է։ Անուններ կարամ թվարկեմ, կերպարային, ուրեմն համար 1 Համբարձում, համար 2 Վարուժ, Գոր, ֆուտբոլի թիմ։ համար 3 Ախպեր ջան, Վարոս եւ համար 4 իմ կողքին նստած Վահե։ Զակատ արած կռիվ, մեն որ կողքից մի բան միշտ բոլորի մոտ տպավորությունը որ Վահեն էդի բան խաղացել է, չէ դուրս է տենց բանն է էլի էս եմ բոքոնիկտա ու Վահեն լրիվ Թսբեխով։ Հա, թսբեխով ուրիշ թսբեխ ունի։ Ինչ ա եղել բան։ Հայոց ինքն է նայում։ Մոտեշի։ Ուրիշ տեսակ էլի, ինչքան շատ է տենց բաների առնչվել որ այն որ կինոից ճանաչում են ուրիշ տեսակով հետո շատ ես ասեմ ավելին, քանի որ ես իրոք տեսակով լրիվ ոնց որ հակապատկեր եմ, ես սերիալում նկարանվելուց հետո արդեն ունեցա խնդիր կենտրոնում ընդհանրապես ման չգալու։ Եթե մինչև այդ ես կարողա կիլոմետրերով կենտրոնը պտտեի, ման գա։ Սերիալից հետո ես անցա մի քանի ամիս, այդում ես կենտրոնի քաղաքացի։ մի քանի ամիս հետո ես հասկացա, որ ավելի լավ ընդհանրապես դուրս չգամ, ման չգամ, էլի, հա, քանստե ամեն 3 մետրը մեկ ինչ որ մեկի հետ կոնֆլիկտի կամ բացատրական աշխատանքների Ես ես պատահական չեմ ասում, էլի։ Արթուրից բետար դու էլ կպատասխաներ, էլի։ Եղել է որ կոպտես մարդու։ Շատ։ Հա, ոնց չէ։ Իրար հետ էլ ենք եղել։ Իրար հետ ենք եղել, ասեմ ավելին Հակոբյանն էլ էր մեր հետ, այն ամենա թեժ կոպտելու էլ իրավիճակներից մեկում։ Լավ պիրուտ չեք բռնել։ Ասեմ մի օր ընկերս ասեց արի իրար հետ ման գանք, ոնց որ հրապարակում բեմն էր բան արել, բեմանկարիչ ընկերս, ասեց արի որ նայես էլի, ասի լավ տակությունը որ էս ման դուս ենք եկե ման են գալիս, որ քայլենք հրապարակ, մի հատ սև շալվարով, ծիծակ կոշիկներով, Քյոմուր, սև մայքով, սև հրաշով, սև երկար թե վերնաշապիկ, բայց վերնաշապիկը ծալած ու սաղ ձեռքերը նկարած։ Ճկուտին ևուն կար, երկարակ։
այդ ճկուտին ուշադրություն չեմ դարձրել, բայց Փաստել 10 մետր հեռավորության վրայից այնց գորած քաջիկ ու էս կարգի բաներ, որ ու հետնել կին։ Օպա։ Կինը գորած թե ինքը։ Ինքը գորած ու նենց մոտեցա, որ ես արդեն դե 10-րդ դեպքն էր երևի այդ կեժանվան հասնել, հա, այդ կեժանվան ընթացքում 10-րդ դեպքն էր շատ բանել, միանգամից ոնց որ ասեցի, ինքն էլ արդեն սպիտակած մազերով, երևի նոր էր ազատվել ինչ-որ, դե դուրս էր եկել, տենց ոնց որ ուզում էր հասկանալ ինչա փոխվել, ինչ չէ, ու ըստ երևույթին փակ վիճակում շատ էր նայել այդ սերիալը, որ տեսավ այնց գորած ոնց որ իրանց տնից լնեի։ Այդ այնց բանով, բայց շատ գրեիք էլի ստացվեց, ինքը երևի չէր ուզում, շատ ուժեղ ջղայնացա, հետո հասկացա, որ շատ է, ասի եկա մեծ մարդ ես էլի, ամոթա կինը տետտա մի խոսքով շարունակի էլի, թե չէ ընկերս խառնվել է իրար, լավ թարգի, օքեյ ասեցի, տենց բան արեցինք, անցնում է 10-15 օր, մետրոյից դուրս եմ եկի, քայլում եմ իմ համար, մեկը հետևիցս գոռում է, չէ։ Ախպեր, եղբայր, ընկեր ջան։ Այսինքն, որոշում երևի ինչ-որ Այդ մի քանի տարի անցել է։ Չէ, մի 10-15 օր հետո։ Հետո մի քանի օր հետո։ Լսի, Այդ մարդն է։ հա ես մտածում եմ ինչ-որ մեկին բան է պետք, չէ, տենց մոտենամ է, որ ինչ-որ մի բան խնդրի կամ ասենք Էլ ծիծակները չկար, կեդերով էր։ Վրացի տենամ այդ մարդն է։ Որ ասես 1000 անգամ ներողություն։ Ասեց հետո եմ ասեց հասկացել ինչ վատ ձևով եմ մոտեցել, ասեց իմ մեջ անալիզ արեցի, հասկացա որ իրոք ես տենց պետք է մոտեցում ցույց չտայի, ասեց ես որ պատկերացրեցի ես օրվա մեջ որ երրորդ մարտն եմ եղել, իրոք տեղավորվեցի որ դու ինձ տենց ես, հա, որ դու ասեիր, հա, ասեցի անկեղծ արդեն չէի հիշում, արդեն ոնց որ անց է գնացել է, բայց ուրախ եմ որ դու ոնց որ ասեց ես չես պատկերացնում ինչ ուրախ եմ որ էլի հանդիպել ենք որ այսքան ասեմ ասեց սա օրը գնացել եմ տուն ասել եմ խի էլի տենց պատասխանի քաջիկը ինձ բան էս կոմիկում բայց ասում եմ հետո գցեցի բռնեցի հասկացա որ ճիշտ է պատասխանը Մարդ հասկացել է ամենակարևորը այդ կերպարը խաղալուց ինչ դժվարություններ ես հանդիպել ռաստվել ոչ թե այն որ այդ կարգի բաներ են եղել փողոցում հենց նկարահանման հրապարակում որպես դերասան այդ կերպ օրինակ ես գիտես ինչ եմ հիշում որ վազել է հիշում եք քաջիկի տանջվում էր այստեղ հա ես ուզում եմ անեմ մինչև հիմա չի ստացվում դա ոնց դու ոնց էիր անում հենց վազել մեկ վազել տեղը փոքր է բայց Միչայլոց այդ վազելը ես քո համար բեգավոյ դարոշկա մտածել էի, աշխատել էի այդ ուղղությամբ։ Դու ես այդ իդեան։ Ես հա, իդեան մտածել էի, որ հետարքիր լիներ։ Քաջիկը Ինչե վերջ պետք է ասի։ Քաջիկը պետք է շատ ասո, որտեղ ինքը քաջիկն էր, էլի։ Իրան պետք էր յուրահատուկ վազելու ձև։ Այս չգիտեի որ բայց կոմիտն է եղել։ Հա, ու ես այդ մտածեցի, վազեցի, սցենարիստ Անդրանիկը դեմ չէր, ասեց մեծ սիրո, հա, օքեյ, բան, բայց ցավոք սրտի անցավ 2 շաբաթ մեզ հսկող գնդապետները եկան ասին որ չի կարելի, ոնց որ շտաբից տեսել են, ասել են բանակում, հա, բանակում տարբերակ չկա, հա, բայց իրականում շատ հետարքիր բան է ել, ես տեսան հիշեցի որ երկու ձեռքով էր, գահու քշով, ես հիշեցի, հա, հիշեցի, տեսան հիշում եմ որ քաջիկը ներվում է իրան դիտողություն անում այդ վազելու համար։ Նու երևի հա Անդրանիկը իմանալով տեղեկացված լինելով այդ բանի մասին, որ մեր վրա խոսակցություն է եկել, դա առաջին ինքն էր իմանում խոսակցությունը։ հա, դրա համար փոխեց ու տես տեսարան գրեց, որ Բշտիկյանը ասում է, ես ինչ ես անում էլ, ես ինչ է կատարվում, մի հատ քեզ կարգի հրավիրի։ Թե չէ իրականում ինձ եղել են բաներ, նայողներ, որ ասել են, այդ ինչ ձև ես վազում։ Վազել են նկատել են, այդպես հերոստադիտող է եղել, որ այդ մանրուքներն է բռնել։ Սիշկի քյուֆտին ուր եկնեմ։ Խնդիրներ եղել է դժվարություններ սկզբնական շրջանում, ուրեմն ինձ համար, որ կարդում էի սցենարը, մի քիչ քաջիկը տենց
դառը կորիս կերպար էր, էլի, այսինքն ինքը միշտ ինչ-որ լացում էր, միշտ նեղվում էր, միշտ մամային, հա, ինչ-որ միշտ խնդիրներով ու ես էի դրանից նեղվում, քանի որ կողքից ասենք ես որպես Վահե նայում էի, ասում եմ ես տղուն մի բան պակասում է, մի բան աղա պետք է, էլի, ոնց որ ինքը մի քիչ ավելի անալի կերպար է, էլի, աղա պետք ու այտենց մի օր ոնց որ փնտրտուքից բանից հետո Կբեյանի հետ կանգնած էինք մեր ռեժիսոր հայտնվեց այդ այդ էլ էր կլյուչևոյ բան հա այդ կլյուչևոյներից էր ու եթե այդ չգտնեի մի քիչ իրոք դժվար է լինելու էլի այդ կերպարի համար այդ կերպարը ես վստահ եմ քեզ լիքը դուրս ասել դրանով են ճանաչել այդ կերպարին հիշել են այդ ի-ով են հիշել ամեն երկրորդ անցորդը մինչև այսօր հետևիցս կամ գորումա կամ հա եթե երիտասարդներ են այդքան չեն հասկանում քաջապուրի արա ես սիրում եմ որին վրա որ չխայնան մեր տուտուս ես համբարձումին էի ասում ինչ ես այդ տուտուսն էլ ոնց կերպարի խարակցերնի բաներն էր էլի այդ քաջապուրին այդ տուտուցը ես իրական քաջիկին մեր զորամասում տեսել եմ հետը չեմ շփվել անձնապես բայց ինքը իմ երկու բոյներ իմ երկու չափին որտեղ որ նկարանում էինք մի օր նստած էի ու տեսա այտենց գծե 2 մետր 210 բոյով իմ 3 չափին մի հատ տղա ավելը վերցրել ու սուս ես հիշեցի այդ մարդուն շատ մեծ շատ խելոք ու սենց ասեմ ու նստած նայում ասում ես մատս չէ ձեռքս դնեմ բերանը 100% չի կծի հա տես դեմքը այդտեղ մատս չէ ձեռքս որտեվ մեծ էր բերանել էր հա բա այդտեղ կտեղավորվեր բայց ինքը նենց Անես կերպար էր, որ ասացի Տեր Աստված ահա եւ քաջիկը, բայց չեմ շփվել հետը, շատ կուզենայի շփվեի, որ հասկանայի էլ ինչ ձև է խոսում։ Հետո քաջիկի գիծն է սիրուն անալ որ դեմից էլ է սիրուն, բայց ինքը ուժեղացավ էլի վերջում, չէ՞, որ բրծավ իրան պետք էր փոխվել, ձեր շնորհիվ, այդ կերպարների շնորհիվ, ովքեր որ ասենք դուխ տվեց հա պիրիխոդնի ոզրստա հա իհարկե տենցա պետքա կերպարը կապ չունի էլ դե ոնց է մարդը փոխվում եթե իհարկե փոփոխության ենթակա երևույթը այդպես քաջիկը ոնց որ կամած իր մեծերից Մինասից Մուսայելյանից ինչու ոչ համբարձումից ինչ որ բաներ սկսեց սովորել չէ ինքը մալադու է ծառայում չէ ոնց ինձ դիմավորել են ես մեկ էլ հիշում եմ իմ առաջի սյոմոչնի նկարանման օրը հիշում եմ որ քարտեր էին այնց այդ ժամանակ որ մալադո եկել էին ես ու Ջամշոյանը մահնու դժողքն էին խաղում են կոյկի վրա պպզած շռամով զուբաչիստով մահ բան ինչ որ ես տեսանում եղել եմ հիշում եմ բանով մալադոին հետո լացեց չէ ինչ որ տենց էր տեսարանը հա հետո շարունակություն որ գնում եմ Մուսայելյանի մոտ կապտյոր կա տենց հեռախոս եմ ուզում որ զանգեմ որ մամայիս հետ խոսամ խառնվել է արդեն մամային ա ուզում Պետք է մատորտան, ես էլ դե չեմ պատկերացնում ինչ երկարության պետք է էլի տևողությունը լինի 3 անգամ ստոպ տան, որ ռակուրս փոխեն, բան անեմ, տենց անծանոթ միջավայր Մուսայելին Գևի հետ նոր եմ ծանոթացել, մինչև այդ ծանոթ չէինք։ Մատորից առաջ ռեժիսոր Կբեյանը մեր գրիմյորին ա ձեն տալիս։ Մարիա, բան։ Հա, հիշում եմ։ Ասում եմ ինչ ա եղել, փայլում եմ, բան դե լարված ես, առաջի օրնա բան Ասում կարող է լարվածությունից ասենք քրտնել եմ կամ բան դեմքս է փայլում ասում ինչ փայլում եմ հա բան եմ ասում չէ գա գլիցերին կաթասնի Արա գլիցերինը ոնց որ կիսլատալ բայց ասեցի ինչ ասես գլիցերին ասեցի գլիցերինը ինչ են կանում ասես դե որ լաց ես ասեցի այսինքն ասես որ կաթասնում են մռմռում է լաց գալիս հա արցունք է գալիս ասեցի պետք չի ուֆ Ասեց ոնց պետք չի։ Կբեյանն էլ ոնց որ այդտեղ բան եղավ էլ այդպես էսով է։ Հա, էսով է ասեց։ Եզակի արտիստներից ես այդպես բան չեմ տեսել։ Ասեցի պետք չի, ասեց հաստատ վստահ ես, ասեց ստոպ չտանք։
Ասացի հա դուք մատոր տվեք սկսենք էլի ոնց որ շատ էր արդեն ձգվում բան ասաց օքեյ հարց չկա մատոր այտենց սկսեցինք ես ու Գևը տեսարանը հերագուցը բան վերցնում եմ զանգում եմ մամային ու սկսում եմ լացել Արդյունքով լացում է սկսում եմ լացել այդ ընթացքում տեքստն եմ ասում բան Stop ու կարմրում է, Կարմրում լացում է Սենց արես Վահե ջան ասաց մի հատ Գիտես չէ որ այս նույնը պետք է երկու անգամ է խաղաս կրուպնի պլան։ Ասացի ինչ լավ չէ դե ես չմտածեցի որ Մի հատ էլ պիտի ռակուրս կրուպնի փոխվի, պլան բան, օփշի բան կամերան երկու հատ կամերա էր բան ասացի ինչի համար ված ստացվեց հա բան ասաց չէ ուղղակի ասաց բաներ կադրեր պետք է վերցնենք Ես դες մի ժամ լացել եմ։ Դոշը թրջել էր, էլի արդեն։ Նայ սենց նկարագրեմ, քանի անգամ ռեյքեն բանը մատոր էին տալի, սկսում էր արդյունքով լացել, ինչքան ստոպ էին տալի, խնդրեմ չկա։ Դզվում էր, այտենց մի քանի դուբը։ Դրանից հետո արդեն սովորություն էր դարը։ Տեքստ էին կանցնում լացում էր։ Էլի տես անեմ հիշում, որ կամ հիվանդ պարկած էր, կամ էլի ինչ որ նեղված էր, կոյկի վրա ու սաղս հավաքվել եք ուզում եք հանգստացնել։ Ինչն եմ հիշում, որ վայ մի հատ բառ ուներ, ու էդի մեկ-մեկ դու անում էիր ու չէր կարողանում թաքցնել քո ծիծաղը, Որ ջրանալու էր էդի զգացում էր էլի, որ մի քիչ դից այդ վայը ասում է։ Հա, այդ ի նման քթած բաներից է, էլի։ Բայց խոսքով խարակտերնի հատուկ բաներ գծեր ունեցող գտնված կերպարեր էլի վայի կերպարը Որ ինքը ուրախ լուրեր բերում ոնց էր գալի ու ես վստահ եմ որ յուրաքանչյուր զորամասում տենց կերպար եղել է Հա միանշանակ այդ մասի շատ են խոսացել իսկականից այս կերպարներից մինչև հիմա կան Հիշում ես որ քաղաքում արդեն որ իրար այդ բան ռեստորանում ենք խաղում այն բարում որ ես ու դու ենք իրար այդ տանում էի ջարդում էի ես բրես հախոսում էր անո մեռնում էի չէի կարող վախտել Իմ իջած քաղաքի մեջ սաղի ցաներվածքը փոխվեց ու շատ խնդալու էր մազերը երկար էր բանել Ես բանակում նորմալ մազերով էի Առաջի ձմեռային սեզոնից հետո հանեցի փափախը եւ դառա ճաղաց։ Չկար, չէ՞։ Հա, արդեն մի սեզոն հետո արդեն թափվեց։ Հազարասիանի այդ փափախը։ Էմիլից հետ չէի ուզում մնալ, էլի Իրար հետ ծեր ուզեցինք որ գլուխ տվի, գլուխ գլխի Այդ նախագծի շրջանակներում ասում եմ ինչերի մեջով մարդիկ եղան որ բանը նշանվեցին, ամուսնացան, երեխա ունեցան այդ տարիների ընթացքում մարդիկ եղան մազերը թափվեցին։ Դու ես հետ չես փոխվել Հետ Փոխվել եմ, ես էլ եմ փոխվել։ Ուրա, երկու հատ սպիտակ մազ ունի ու այս կողմ։ Այս կողմի վրա, այս կողմի Նա ներկում է։ Ընկերս զորամասում ծառայության է, մանկական ընկերս։ Լուրջ ես ասում։ Մարտունի 3-ում է, դե հերու է։ Մարտունի 3։ Գնացել ենք ծննդյան օրը տուն, որ ծնողների հետ լինենք, ընկերոջս ոնց որ կարոտը մի քիչ լրացնենք։ Շուտվանից չէի գնացել իրանց տուն։ Մտա Բերլին։ Միանգամից տատիկ ուներ մի հատ բասկաթոռ, այդ բասկաթոռից ընդհանրապես վեր չէր կենում, էլի ես չեմ տեսել որ վեր կենա։ Ինձ տեսավ ոնց էր քաջիկը այտենց է տեսանում հոնգուր լացել, այդ տատիկը վեր կացավ ու սկսեց հոնգուր լացել լինել։ Բան եղել, ասի տատի ջան, վայ ասեց, այս երեխուն տանջում են, հաց չեն տալի, սովա երեխուն ասեց, հենց հիմա կերակրեք, ասի տատի ջան, այդ ցավը են, որ սրտից դարդ եղավ էլի, որ չի պատկերացնում, Նորմալ է, կերել եմ հաց կերած եմ ասեցի, նորմալ է տատի ջան, Սա օքեյ է, այդ ֆիլմը ասեցի իրոք համոզել են, որ ինձ ոչ մի չի լավ, որ դու գործ ես ես չեմ նեղվում, բան չեմ Հերախոս ունեմ, երբ ուզեմ մամայից զանգում եմ։ Տանեցիները իրանց սկսեցին, մամա լավ հանգստացի բան այդ ֆիլմը, շատ էս ոնց որ խորացել մեջ է, դեպքերից որ մարդիկ իրական են պատկերացնում։ Հա, շատ իրական, ես անկեղծ տենց շատ քիչ էլի ռեակցիա եղել, որ տեսնեմ տենց սրտացավ, ասենք կարեկցում է, էլի։ Դու տատիկներին մամա ես ասում։ Չէ, իրա տղան էր ասեմ, մաման ես իմացա տես մարդիկ կան։ Ու տես տատիկին հանգստացրեցինք, նստեցինք սեղան, անցել է մի ժամ, տես կերը խմել ենք այս կոմենքում, կողքս պապիկն է նստած, ընկերոջս պապը։ Մեկ էլ պայտակ լռություն եղավ, մնաց սենց արեց։ Դե գնաք Արա քաջիկ։
Սենց նայեցի պապին, ասա պապի ջան, սենց է։ Հələ թրի մի հատ արաղ բեր։ Նայեցի շատ անակնկալ էր, էլի, սուր տնավարի նստած ենք, էլի, պապին ինչ եղավ։ Եկես սենց արեց։ Հա, մի թրի արաղ բեր, պապի քեզ ինչ եղավ, ծրտի։ Արա ինչի մելու ենք, բան ենք, մինասենք որ տեղ ղրգեն վազելով գնում ես։ Ես ասում եմ խանութ չես իջնում։ Հասկացա որ պապին էլ է լուրջ տարե։ Պապին էլ է տարե։ Բայց ուրիշ ձևի է մտե պապին, էլի։ Պապին հա, բան էր մտել։ Տատին են որ սոված են պայել։ Հա, տատին ավելի կարեկցան։ Պապին ուզում էր ճռրացներ, չէ՞։ Ճռրացները ո՞ր ճռրացրեց, էլի գնացիր առած։ Ասեցի հարց չկա ու գնացի։ Իչա, իրոք իչա որ պապին իրան ված չզգա։ Դե չէ, բա ինչ ես ուզում։ Ապրես պիտի գնայ, բա ինչ Իսկ դու դեպքեր էլ ա եղել։ Ես պատկերացնում եմ, քանի հազարավոր այդպես դեպքեր ա, վայ քաջիկը, բան ու բայն իր դեմքով։ Իսկ դու հիշում ես որ էլի այդ տեսը բանում այդ էլի նկարվում էինք այդ բարում որ տակը այնտեղ արաղ ուներ դրած պահած մի հատ սարը որ նկարվելուց հալեցի մի բաժակ լսրեցի իմացար դե տեսանի վաղ ջուրը քաշեց արաղել սենց տեսանի վաղ տակնելով ու նայմա դեմքի էս Էմիլի Բոթերից Դու էի լսրել Այդպես դարձան հարբեցող Անցան 2 տարի այդպես դարձան հարբեցող Ու տես սաղ տեսարանները մեր ընդեղ այդ քաղաքում ժամանակ միշտ ընդ արդեն առնում ենք փուճուր տակը դնում ենք արանք տեսարանները շղկ բանը լավ հա ինչ է ուզում ասեի Կարող մի բաժակ բախամ Կարող եմ բաժակ Սենց որ Ես գնա շուտ բանից չեմ օգտագործում բայց Ոգելից խմիչ չես այդ բանը նկարը Բայց ո՞րն է Յանի լցեք չէ Հա բայց ո՞րն է Յանի լցեք Բայց հա ձեր հետ եմ Մեծ սիրով քմեմ, բայց քմեմ, էլի։ բայց լավ նա գոնե կոֆեից ֆրտսրա Հա Բայց բաժակը շուր կտաս նայելու եմ վերջում։ Բայց ստեղից մենակ ես չէ քաջիկի այդ տենց ավելի շատ կտորներ եմ ունեցել քան թե դուք Հա, դե դուք հիմնակ իսկ վայ որպես պարտներ էլ որպես դերասանական պարտներ օրինակ քո համար ով էր ավելի բան տեսակ էլի որ իր այդ ավելի հեշտ էր ավելի ասենց ասեմ պրոֆեսիոնալ մասով էլի ով էր քո համար ես ով էի Էմոն ես sense ասեմ բոլորի հետ էլ հնարավոր է հեշտ լինի բոլորի հետ էլ հնարավոր ասենք Չէ, բայց մարդկա հաճույք է ստանում իր այդ նկարվելուց խաղալուց, էլի, այդ տեսակի մասին եմ ասում։ Սնունդը որ պատրաստում ես, ավելացնում ես համեմունքներ, պետք է ավելացնես ճիշտ համեմունքներ, որ այդ փունջը կոպիտ ասած բացվի, ճիշտ համային Փիլիսոփա են պատասխանած։ Ճիշտ համային էլի ստացվի։ Իմ պարագայում միշտ Էմիլն է եղել, որ մենք իրար լրացրել ենք, այսինքն Էմիլը ինձ է օգնել ինչ որ հարցերում, ես Էմիլին եմ օգնել, իմ համար կարող է Էմիլը ասենք բոլորի հետ է այդպես եղել կամ չգիտեմ Հովոյի հետ էլ է այդպես եղել բան, իմ պարագայում ես սիրել եմ իր հետ խաղալ, որովհետև իր հետ ստացվել է իմպրովիզներ, մենք եղել ենք երկուսով իմպրովիզի գիժ, մենք այդքան սցենարին չենք նայել, ինչքան նայել ենք Ինչ կարելի անել։ Հա, դաժան Հովոյից որ ասեցիր, Հովոյի հետի կտորներն էլ էր ձեր հետ դիցը։ Հա, երիակ է, իրանց երիակ։ Ինչ խոսք է, ճշտի դասեր է եղել։ Այդ բանի տերը Հովոն էր, այդ որ Չէ, մինչև այդ բանակում ճշտի դասերի Հա, իհարկե։ Երրի տրիո էր, էլ երիակ էր, ինքը Աղբենյակը, Քաջիկ։ Ես մեկ անգամ մեզ համեմատում էի բանի հետ, Չաղ Ցանցար Նիկոլինի հետ, որովհետև այտենց ֆիզիկապես էլ ոնց որ ես շահ Ցանցարը Նիկոլինը Նու, հա, էդ էլ կարելի ասել, բայց ավելի շատ իմ կարծիքով այդ կերպարները մուլտիաժնի էին ավելի շատ։ Հա, իհարկե, միանշանակ ես իրականում չեմ տեսել այդպես կերպարներ բան էլի, այդ կարգի Տենց մենք ավելի շատ մի քիչ գրոտեսկի մեջ ա եղել, էլի։ Մի քիչ շատ։ Հա, նու մեր պարագայում այդքան չի, ինչքան Աղբերնյակի այդ պախոտ կամ բանը, էլի, ասենք։ Նու հա, մերն էլ ինչ որ կտորներ կար, բայց հիմնականը աշխատում էինք բնական, որ ավելի նման լիներ, էլի։ Հետո կայֆը գիտես որներ այդ վրա ասում ես այդ պարտների բան, որ իրար հետ ասենք տեքստ էինք անցնում,
ես իր տեղը, ասենք իր բանն է։ Իր տեքստը դու եք կարդում։ Տեքստը հա իրանն է, արդեն ջոգ մեի ոնց է կարդալու էլի։ Ոյ այդ ուղաբանը։ Ես անում, խնդում էր բան, հետո ես եմ կարդում, ինձ արի դու սենց արա, ես սենց անեմ, բան։ Ոչ գորալը չէ։ Իրար հետ կայֆով բեմադրում էինք, դες բան գնում։ Այդ գորալը ասեցի, հիշեցի ես զվուկավիկներին։ Տենց ինդիկատորի վրա ինչքան կանաչ լույս կար, կարմրում էր։ Այ գորալուզը պուշկով հերոին։ Վայ, իսկ քո այցեքարտն էլ մնաց քաջիկը։ Հիմա ես նայ բանակումից հետո էլի պրոյեկտներ նկարվեցիր ու շատ հաջողված կերպարներ խաղացիր, անկեղծ եմ ասում, ինչ որ տեսել եմ, ինչքան որ տեսել եմ, տարբերվող բան, տարբերվող հետաքրքիր էլի հումորային, բայց խնդրեմ, բայց վերջում մնաց այցեքարտելի քաջիկը, ոնց որ սաղինս մնացել է բանակում։ Չէ, Մուրացանցի վայկը։ Քաջիկն Չէ, հետա նայ, սաղինը մնացել է իրականում էլի, ասենք մնացել է բանակումի կերպարի այցեքարտը։ Ես մեկն էլ անկեղծ զարմանում եմ, մի օր չդիմացա, դուրս եմ եկել մեր շքամուտքից հայերեն ասած, դուրս եմ եկել մեր պոդյեզդից, դուրս եմ եկել եւ չեմ վերադարձել։ Տաղավար կա մեր բակում, կլոր տաղավար, այնտեղ հավաքված են 7 տարեկան, 7 տարեկան, 8 տարեկան երեխեք, հա։ Ու ռեսկ տեսան միանգամից քաջիկը, այն որ անկեղծ ոչ թե այն որ բարկանում ես այդ դեպքում հաճելի է, բայց հարց է առաջանում։ Եթե պրոյեկտը վերջացել է, իրանք ծնված չէին։ Բա ոնց գիտեմ որ քաջիկը։ Հա, կանչեցի, դե ես սոց կայքերից, կանչեցի, ասեցի, հերումար կանչեցի, ասեցի, վելու մի հատ բան էի հարցնեմ, ասեցի շատ կներես, էլի, ապերջան։ Որտեղից գիտես, որ ես քաջիկն եմ ասեցի։ Սա համացանցը դուք եք ասել։ Ուզում եմ ասեմ, այդ շորցերով, բաներով Միջև հիմա էլ չեմ ասում, որ TV-ն ամեն տարի շուտ սեզոնային կերպում է։ Իմիջիայլոց տակեր ընկել է, կարա շորցեր հագնել։ Շորցեր հագնել, շորցերով։ Ինքը սիրում է, ինքն էլ էր մի շորտերով գալիս զորամաս։ Ես ու Էմիլը շորտերի սիրահարներ էինք, ու միշտ խնդիր էր առաջանում, ասում էի զորամասում ձեր շորցերով մի եկեք։ Հետո մենք իրար հետ ենք սովորել, ինստիտուտում նույն տարիներին։ Իրար հետ սովորել ենք, բացի դրանից մինչև բանակումի սկսվելը 2009 Իրար հետ գնում ենք Reincarnation-ի համերգի։ Մեր առաջի իմ ու Էմիլի պրոյեկտը եղել է բանակի հետ կապված։ Ճիշտ ասում, ուրեմն բան է, բայց կարճամետրաժ ֆիլմ էր գեղարվեստական, ավարտական ոնց որ քննության համար ու հյուրանոցում եղել է Հոկտեմբերյանի պավիլյոն, ասում եմ պավիլյոն, Հոկտեմբերյանի պոլիգոն։ Պոլիգոններում շատ նման են պավիլյոն, Վիտոկի մեր համար պավիլյոն է հետո դարել։ Որ քարը այսենց բարձրացնում ենք, մի 3 հատ կարիճ էր տակից ելնում այդ անապատային տեղը։ Մենք էլի նույն ձևի զենքերով Ես ու Էմիլը ստեղից ենք ընկերացել, որովհետև հյուրանոցում էլ մի համարում էինք ապրում։ Արսենն էլ էր Գրիգորյան խուճուճը մեր այդ իրեքով մի համարում էինք ու այտենց օր չի եղել, որ մենք նկարանումը դե պատկերացրեք Հոկտեմբերյանի այդ պալիգոնը։ Վերջում չգնանք սաունա։ Շոկ, ճռան շոկ։ Վերջում սաունա են գնում սա։ Չէ, սա կատակ էր այդ բանը։ Խեր կատակ։ Բայց պատմի արխային Patreon-ում կդնել ու սենց ասեմ, վստահ եմ, որ եթե ես ու Էմիլը իրար հետ չլինեինք այդ մի համարում, այդ խինդ ու ուրախությունը ամբողջ սաստավի համար Սաունան պատմի Patreon-ում կդնենք։ Մեր հաղորդման գործընկերն է Sarrisop ընկերությունը։ Հիմա մտնենք Sarrisop-ի էջը ու տեսնենք տեսականին։ Յուրահատուկ ու գեղեցիկ ձեռագործ օճառներ պատրաստված բնական հումքից։ Կարող եք պատվիրել ձեր նախասիրությանը համապատասխան բոքսեր, կոմպոզիցիաներ եւ փնջեր։ Որ ասեցիք իրար հետ եք սովորել, պարզմա լավ եք սովորել։ Չէ, հա ինչն ենք լավ սովորել, սա որ Էմիլի խանութում, հա։ Դե լավ եք սովորել, ես կեպաներին այտենց ստացել եք, էլի, որ դարա։ Չերը գիտեն, գարեջրի շիշերը հավաքում էին։ Միշտ ինստիտուտից բան ենք անում, էլի, Էմիլը այդ պահին դեռ սովորում էր, ես ավարտել էի, բայց քանի որ գիտեի Էմիլը դասի է, կամ ասենք մի խոսքով ինստիտուտում է, իջնում էի ինստիտուտ, արդեն նկարվում էինք, իջնում էի ինստիտուտ, հետո ընդեղից իրար հետ իջնում էինք նկարահանման։ Այդ ժամանակ, նոր ես ավարտել էի, ես ավարտել եմ, սովորում եմ։ Ես հիշում եմ, որ ավարտել էի, Չէր գնում։ մորեխը,
չգիտեմ, ասենք մտերիմները գիտեն, որ Էմիլը, ասենք, սարսափում է մորեխից։ Ես էլի այտենց կենթաներներ գիտեմ, որոնցից որ սարսափում է։ Մորեխից շատ ես այդպես ասենք առնետից եմ սարսափում կամ վախենում, զզվում։ Էմիլը այտենց իմ համար որ նոր ենք ծանոթացել, շփվել, այդ երևի հենց հոկտեմբերանում է մորեխները շատ են եղել, բանա, ինքը միշտ այդ sense ֆոբիայի նման է, էլի, այդ սարսափը։ Արա դե մորեխներն ողբեր դե, հա, այսքան բանում բաներ կան, հա։ Դեմքը ինչ տոշնի անում մորեխի։ Ասես, արա, այդ ինչ արա, չեմ սիրում այդ դրան։ Ուրեմն մի օր բագամոլ են ասում։ Մտել ենք շատ ուրախ տրամադրությամբ ենք։ Ես ու Էմիլը միշտ ուրախ տրամադրությամբ, ուրախ տենց մտքերով, ամեն մեկս մեր մտքերով խորացած իջնում ենք նկարանման, հասել ենք արդեն կազարմաների շենքին, զորքա ամբողջ գունդը շարված է, հրամանատարը բան է խոսում, բարձր գոռալով բան է խոսում, այդ ընթացքում դու շատ պետք է ասենք հետևի մասից հետևով մարսանի ասենք խանգարելու համար պետք է սուս, տենց կարգ կար, գնում եք պարզով, այդպես սուս պետք է հանգիստ գնաս քո փոխվելու տեղը, ֆորմատ հագնես, բարձրանաս տեքստին, ծանոթանաս, սես շատ մտամոլոր գլուխս, բայց շատ պոզիտիվ ուրախ էլի, սես գլուխս հանեցի վերև, Էմիլը մի երկու քայլ առաջ էր ինձ այնց ընկած, մինչև այսօր հիշում եմ քաշվի տաբատով, տենց սիրում էր էլի, ու գույնն էլ կապուտ էր, դրա համար ես տեսա այդ կանաչ մեծ մորեխին մեջքին նստած։ Չգիտեմ ոնց խոտերից թռել վրեշքին, հա։ Ու ես իմանալով հանդերձ որ ինքը ֆոբիա ունի, պետք է չասի իրար։ Գներ վերցնիր պրոստը։ Բայ դա խառնվի, դե բայ ինչի եմ ասում շատ ուրախ տրամադրություն։ Խառնվեցի իրար ու սենց արի։ Էմիլ Հե, օրոսի ապեր բան չանես։ Ասես կայնի շարժվես։ Կայնի ասի շարժվես։ Ժոգեցի։ Ինչ ա եղել, օրոսի մորեխը։ Դες մի հատ հին հոլիվուդյան ֆիլմ կա, էլի, որ հերոսը սկսում է թփրտալ են։ Պի պապա պարապո։ Այդ երաժշտության բանի սկսեց թփրել գոռում է։ Խփի, նիկած։ Օ, խփի։ Հիմա սկսել եմ ասենք մեջքին եմ տալու, բա զորքը խառնվել է իրար, արա։ Ինչ եղավ, սրանք իրար են տալի։ Արա ես նե կոնկրետ կպածա մեջքի չի ելնում, ծանր են ախպեր բաներ արել։ Կպելը փոք չէր գալի, զորքն է հասե, ախպեր խեք իրար տալի, ինչ է եղել։ Ինչ ունեք իրար հետ կիսելու։ Ասում բան չեք կիսում, մորեխ են, այմեն։ Ռեժիմն է, ինչ մորեխ։ Մի խոսքով սա զորքին խառնեցինք իրար։ Հրամանատարի տեքստն է կիսած։ Հաստատ չեպե է էլի, չեպե է հարամել են։ Արա ես խնդրում ներողություն։ Այդ մորեխը նախ դա եկել էր ծխել, դե մորեխներին ծխսում են, չէ՞, այդպես բան կա, չէ՞։ Բայց հիմա մորեխ ա եղել թե բագամոլն է եղել։ Ապա այդ մեծ բանը։ Իսկ ումա բագամոլ է։ Բագամոլները ծխող չեն։ Ինքը մեծ մորեխների հետ բագամոլա։ Բագամոլները չէ։ Ոչ խմեն, ոչ խմող են։ Խմող են դրա։ Տրեզվիննիկ են։ Բագամոլ։ Վայ։ Հա, հետո մի օր Հունաստանից բարեկամն ա մեր զանգում։ Դե շփվում ենք, բան ենք անում, մեկ էլ ինքն էլ շատ հումորով էլի մարդ։ Հերվից է գալիս։ Ասում է, վայ ջան, ասում է, դու չես պատկերացնում քո պապիկին ոնց են հարգում բոլորը, բան։ Ասում եմ, ունի քերին ինչ եղավ էլի։ Ասում եմ, հա, ունի քերի, ասում եմ, գիտեմ, որ պապին շատ եք հարգում, ասում է, չէ, ես չէ, ամբողջ հայազգն է պապիկին հարգում։ Ես լրիվ ուրիշ տեղ եմ գնում էլի, յանի մի խոսքով կարող է այնքան լավ եմ խաղացել, պապին են հա օրշնում բանացնել, ապրի պապի արև ես ինչ լավ թորեն ունեցել, բան։ Ասում եմ, ոնի քերի, հա, գիտեմ, պապիս շատ լավ մարդ է, ասում եմ, չէ, այդ տղա։ Արմեն Խոստիկյանի հետ եմ։ Բա իրանք սաղասում են, որ Խոստիկյանի Արմեն Խոստիկյանի թորնա, ես Ամերիկյանի թորն էի։ Այդ շարքից է, էլի Կիմերիցյանի թորը։ Խոստիկյանի լավ լուրջ ես ասում, ասեց ինձ Հունաստան հենց հիմա համոզում են, որ դու Խոստիկյանի թորն ես։ Չգիտեմ ինչ պատասխանեմ, բայց ինչ ասեմ։ Լիրավ կարող լինել էլի նմանություն տեսակով։ Ջանշոյանն էլ հա, ես դեր 40 հատ ոչխարում։ Էդի այդ սերիայից է, էլի։ Էդի այդ սերիայից է, բայց այս մեկը չէի լսել։ Ու տենց մի օր ես ու Էմիլը շորտերով մտնում ենք Զորամաս ու տենանք լուրջ կապեպեի տղեկը գրազ են եկել։
որ դու թորնես բա։ Որ ես Էմիլը Կիներիցյանի կինի, թող։ ես Խոստիկյանի։ Ու տենց կաստինգ են արել, որ պարտադիր համ Կինի թորը պետք է լինի, համ Խոստիկյանի։ Այն որ ու արդեն պետք է ձեր-ձերի տային։ Նատուրայով։ Հասկացանք, որ հետո որ շատ վստահ էր որ բան, ասեցինք Կրվելու ես, ասենք արի, հենց առանձին եկա, ասենք եղբայր, եթե չես ուզում մեջքի գնաս, հենց հիմա այդ պահը Եթե չես ուզում մեջքի գնաս, սենց կտամ կգնաս։ Բայց ես օրինակ ուրախանում եմ, էլի որ տենց մեծությունների հետ են ասոցիացնում, ասենք շատ լավ ես օքեյ, ուղղակի զզվացնում էին, ես հիշում եմ այդ ժամանակ բան էի գնում, կարծեմ պատմել եմ նույնիսկ, բայց մի հատ էլ կպատմեմ։ Վլադիվոստոկ, ուշեմ այդ կողմերն էի գնում, аэроպորտ իջնում եմ, ինձ պետք է դիմավորեն, մոտենում են ու բարևից առաջ ասում եմ, իսկ այդ ճիշտ է, որ ասում եմ, չէ, ճիշտ չի, որովհետեւ Վլադիվոստոկ էի արդեն, էլի։ Դրանք միշտ ճիշտ չի լինում, էլի, ճիշտ է, որ գժվա, էլի, ասում չէ, նյետ։ Ինչ այլոց Թիվլիզի շուկայում էլ են ինձ տենց հարց տվել, բայց ամենախնդալուն, որ ես գնում էի Թիվլիզի շուկա, տենց արև համեմունքներ բաների հետևից, ու շատ հանգիստ ոչ մի բան մտածելով, որ դե Թիվլիզի շուկայում ինչ հայ։ Հա։ Այն որ շատ արխային ոնց ուզում խոսում։ Դե չէ, ոնց ինչ հայ։ Այդ Հետո հասկացա, որ ամբողջ գրեթե ամբողջ շուկայի կեսը հայեր են։ Էդի հավլաբար ես եղել, հա։ Չէ, չգիտեմ, հավանաբար, բայց չէ, ժամանակին 800,000 հայ է։ Կենտրոնական շուկա էր, շատ արխային իրոք, այն որ միջև էլի ոնց որ բան էին արել, ասի դե լավ շուկայում ով պետք է էլի հայեր ով պետք է ճանաչի, բան մտնեմ միտոպրակ սունելի, տնեցիկ, հա, բաներ են ուզե, աջիկայա բան, դե Թիվլիզից որ դատարկ ձեռով չի գալու, ու տենց ամեն մեկը մի բան կա։ Մի բան, անկեղծ եմ ասում, տենց հետո ուղարկել են, հա, նվիրել են, որ Քաջիկ ջան, ես Թիվլիզում այդ իրական Քաջիկ ջան, ես չուչխելս ջեբը։ Հա, չուչխելս կերտես ինչ։ Քաջիկ ջան, 1900 չուչխելս ջեբը։ Հա, չէ, Թիվլիզում հայերը շատ են ու ես էլ եմ տենց մի հատ իրադարձության հանդիպել, որ բան կար, չէ, ճոպանուղի կա Թիվլիզում, նստում ես բարձրանում ես վերև, ինքը հետա։ Եվրոպայի Զատո Թիվլիզում մենակ էդ է, էլ ճոպանուղի։ Հա, եղել է, կովոր եղել է, գիտի, մենք նստեցինք բարձրացանք, հետիչն էլ ասի եկեք ոտով իջնենք, էլի ոնց որ։ Դիչը կասկադն է, ի՞նչն է հետիչն է ոտով։ Դե աստիճաններ է։ Աստիճաններ։ Ու այդ աստիճաններ իջնելուց ես այնքան հայերի հանդիպեցի, դե իրենք ճանաչում են իրանց ռեակցիայից, չէ՞ հասկանում։ Հա։ Դե ճանաչեցի, Չէ, հայ պահով եմ ասում։ Հա, շատ հայեր, ու այն որ գիտես, այն որ բռնում ենք քեզ պետք է տանենք մեր տուն հյուրասիրենք, բան չասում եմ ժողովուրդ մենք այդպես այսօ արանքում եկել ենք գնաց մի ժամ քնի բան։ Այն որ բայց դե արդյունքում քեզ շատ լավ է զգում, էլի։ Ես հետո գիտես ինչը, բան էինք անում Վրաստանում, մենք մի անգամ տղերքով էինք գնացել հանգստանալու, ես տղերքի հետ գրազ էի գալի, հայերին ճանաչում էի, էլի, ասենք շատ հեռվից։ Շատ հեռվից, ասենք 100 մետրից, ասում եմ, այն տղեն հակամենի աղջիկը հայ է, ասում եմ։ Նայում են ոչ մի հայ, բայց ոնց է իմանում։ Սա գրազները կրեցի, տենց մի շաբաթ հանգստանում ենք, մի շաբաթ կրեցի, ասին լավ ոնց ես իմանում, որ ինքը հայ է, էլի գաղտնիքը ասա։ Ասի տղերք, ինձ որ սերիալից ճանաչում են իրանք իրանց հայացքից ես հասկանում եմ, մենակ հայը կար այդ սերիալը նայ, ինքը նայում է քեզ, դու տեսար, որ ինքը ուշադրություն դարձրեց, աչքերիդ նայեց ու կողքինին ինչ որ բան ասեց, վերջ դրանից իմանում ես, որ հայ է, բայց իր ասենք հակու կապից արտաքինից չես պատկերացնի, էլի որ հայ է։ Ուրեմն մի օր նկարանման պլաշատկայում արդեն քաղաքում ենք նկարում, մեր հետ դերասանուհի կա, մատուցողուհի է խաղում, մոտենում էին սենց անում։ Բայ ջան, կներես, էլի մի բան հարցնում, ասում եմ, ասա, ցա տանում։ Ասում եմ, դու ձիթապտուղ ես վաճառում։ Մոտս բան։ Հարցականներ կախում է, Ախի կախում, ուզում ասի զեյթունցի ես։ Չէ, ասում եմ դու զեյթունի հետ կապ ունես, ասում եմ անկեղծ ասած չէ, ասում եմ էլի խնդիր չկա։ Ինքը շատ վստահ է ասում, որ ես զեյթուն եմ վաճառում։ Ասում եմ էլի հարց, ասում եմ, բայց ինչի՞ց վերցրիր, էլի ինչի՞ այդ հարցը։ Ասեց մամաս ասում է խանութում մենեջեր է աշխատում։ Մամաս ասում է ձեր քաջիկը ապրանք է բերում մեզ։ Նմանացրել է երևա ինչ որ մեկին։ Ասում է բանի տեղ չեմ դնում, ասում եմ չէ, երևի մայրիկը սխալվել է, էլի, կասես որ ես չեմ այդ զեյթուն բերողը։ Ասում է մի քանի շաբաթ
աղբերս է գալիս, հարազատ եղբայրս։ Գալիս է, ասում են նստի մի հատ մեքենան տեղ են գնում։ Նմանությունով է երևի։ Ասում եմ ուր, ասում եմ արի կիմանաս։ Գնում ենք, մտնում ենք մի հատ խանութ։ Ասում եմ մորքուր, այդ կինը ֆռում է մի հատ տենց բան խանութի են մորքուրներից։ Ասում եմ հեսա քաջիկը։ Հա, աղբորդ նմանացրել է, գիտի դու ես։ Niet, Բա, ոչ։ Դե ասա, Դու բայ։ մի հատ կազմակերպության աշխատող, ուր մտնում ասում է ես բանակումի քաջիկն եմ։ Ոյ։ Որ զեյթունը վերցնեն։ Որ զեյթունը չէ։ ծափի։ Զեյթունի հետ կապ ունեցող ոնց որ զեյթուն չէ, էլի ուրիշ անվանումով մեջը զեյթուն բար կա։ Այդ կազմակերպը, այդ աղջիկը սխալ է հասկանում։ Իրան ասում են ես ինչ ֆիրմայի։ Հա։ Ինքը հասկանում է զեյթուն։ Դրա համար գալիս ինձ զեյթուն ասում։ Այս մորքուրը աղբերս մտնում է խանութ, տեսնում է TV-ով խանութի մեջ բանակումն են ցույց տալիս, ոնց որ խոսքի մեջ պատական ինձ ցույց է տալիս, ասում է գիտես, չէ, հարազատ աղբերս է։ Բան այդ կինը ասում է չի կարա տեսնել, ինչ ես եկե Ինքը մեր մոտ ապրանք է բերում։ Հա, այդ տղեն մեր մոտ ապրանք է բերում, ես իրան շատ լավ եմ ճանաչում, աղբերս էլ է զարմանում։ Ասում եմ, ինչ ես, այ մորգուր ջան, մեր տնից ինձ ես բացատրում, չի հավատում էին կարգի, որ աղբորս բան անում, պրինցիպիալ գցում, աղբերս ասում է Արի գնանք ես ապացուցեմ։ ասում է ես էսա քաջիկին կբերեմ, դու կտենաս քաջիկով, հա։ Ու այդ դեպքից հետո ես սկսում եմ խորանալ, պարզվում է, որ Էրեբունու համարյա սա խանութներում այդ տղեն ներկայացել է որպես քաջիկ։ Բայց դե հետաքրքիր է նմանություն ունեցել, նման է եղել ուրեմն։ Շատ նման է։ Համոզի, նման է եղել։ Ու որպեսի իր ապրանքը, Ասելա վերցրեք իմ ապրանքը, ասել եմ չասում։ իր գաթաները շատ վաճառի, ասենք։ Գաթա թե զեյթուն ապա։ Մարդ դες որպեսի գովաս չանեմ, ասենք։ Զեյթունով գաթա։ Հա, հիմա չեմ ասի, էլի, որ Արի բրծանք, Արի բրծանք արդեն։ Չէ, դե այդ կկտրեք այդ բանը։ $100։ Հա, $100։ ես անկեղծ այն կարգի բաներ եմ, որ զայրացել, որ խաբար եմ արել։ Զեյթունցի քաջիկն Այդ տղեն հաստատ ասել եմ ոստիկյանի ման կողմն չեմ է։ գալիս քաջիկին։ Բայց խնդրում եմ փոխանցեք, որովհետև հետագայում կարող ասենք ապրանքի խնդիր լինի, գումարային խնդիր լինի, ես մեր տանդեմը ասենք ինչ որ պարկատերերի հավես չունեմ, հենց որ ասի լավ, ինչքան աշխատել է, բարեգութ ենք, բայց ասի խաբարանք դու էլ մյուս անգամ իմ անունից հանդես չկա։ Էդ իմ բրենդն է, Էդ իմ բրենդն է։ Բարեգութ եղբայր։ Հələ դու էնի պատմի, որ մի անգամ այդ որ դուս եկար Զորամասից։ Հա, նկարանման էի, բայց թատրոնում ես աշխատում էի այդ ընթացքում Գոյ թատրոնում, փորձ էր նշանակված, պետք է հասցնեի համ նկարանմանը ոնց որ մասնակցեի, համ փորձին, որպեսզի ժամանակ չկորցնեմ, ֆորմով որոշեցի դուրս գամ։ Դե շոշն է իր անցնում, մի քանի մետր էր, էլի հասնում այնտեղ էր։ Փողոցը ուղղակի պետք է որ ավտոյի տակ չընկնի, եւ մի քիչ պետք է անցումով։ Փողոցը այն ժամանակ շոշ էր, ճիշտ է։ Այո։ Ու ես մոռացել էի, որ միշտ այդ Սունդուկյանի հատվածում հերթապահում են ռազմականի աշխատակիցները։ Բանայի։ Ուրեմն ֆորմով հանգիստ գնում եմ այդ ժամը այդ պահին հələ ռազմականը չկա, բարձրանում եմ թատրոն, ժողովուրդը վայ ֆորմով ես եկել, բան ասում եմ դե հա շտապում էի, չէի ուզում ուշանայի, ես էլ ոնց որ պարտաճանաչմարտ ասացի գամ հանգիստ փորձս անեմ, գնամ, փորձը անցկացնում եմ, էլի ֆորմեն վրասա։ Դուրս եմ գալիս, որ պետք է էլի նկարանման, տնօրենն էլին զանգել է, ուր ես, արի քեզ ենք սպասում արդեն, ասում եմ, հա չկա Նելի ջան, բա, դե որ շատ էին ճանաչում, գլխարկս է սենց իջացած եմ, հա, ներքև, լավ, այդ վաղտ էլ օպտիկական չէ Սենց էր քայլում, հա, սենց ոնց որ իբր դուս եմ եկեմ մի հատ բուլկի առնեմ գնամ Զորամաս, այդ վիճակով քայլում զգում եմ, հետևից մեքենա է շարժվում։ Մեխանիկորեն անկախ ինձանից սկսեցի արագ-արագ, որ չուշանամ, ինձ թվաց ճանաչել են, ուզում են նկարանվեն, նկարվեն հետս։ Ման որ ժամանակ չկորցնես, սկսեցի ավելի արագ-արագ, այս մեքենան ավելի ոնց որ արագ սկսեց։ Ես սկսեցի խառնված վազել։ Ինչքան դու արագացնում ես, հա, ես ինչքան արագացնում եմ, Չորրորդ։ հասավ այն պահին, որ այդ ավտոն եկավ դեմս, կտրեց 4 դուր բացվեց ու մեջից ռազմականի աշխատողները իջան։ Իջան բռնեցին Հենց բանը հանեցին վերև, տեսամ խառնում, քաջիկ, դու ես մենք էլ գիտենք զինվորա փախել, ու տես ոնց որ ասի նկարանման եմ, թողեք գնամ, թե չէ ուզում էին պահեն մոտներ, ասին, բախի էլ փախնում,
ասենք շարժվեցինք, տեսանք, որ վազում ես, մտածինք զինվորա փախնում, դե ասացի մեխանիկորեն մտածեցի հետևիցս լարվել են, Դուք լարում եք, ես էլ փախնում եմ։ Ես ասացի փախնեմ, Դուք լարում եք, ես փախնում եմ։ Էդ էլ մեր ռազմականը, բանով Միչայլով զորամասում էլ որ նոր էի նկարվում, գիտեի այտենց շատ ռազմականի աշխատողներ չեն ճանաչում բան, հենց իմանում էի դե զորամասերում ոնց է որ ռազմականից աշխատող է մտնում, բոլորը տեղեկացված են լինում։ Ով էր որ ռազմականի ֆորմա էր ակնում։ Արմենը մեր։ Երբ որ մտնում էր սա զինվորները Ռուսաստանում են։ Հենց իմանում էի որ ռազմականից աշխատող կա, ուրեմն բան է անում էլ, որը այդպես փորձում էի մի քիչ ոնց որ հոգիների հետ խաղայի, բան է անում, ես շալվարը կշտում էի։ Այնտեղ մենք զորամասում մի հատ կլոր բան ունեինք, տեղ ունեինք ծխարան էլ, կլոր։ Հա, դա էլ մուտքին ավելի մոտ էր, քան մեր ծխարաններ էլի, մեր նկարան։ Դա շտաբի դեմն գնում էի, ուրեմն ՊՆ տապճկաները, ՊՆ հողաթափերը հագնում էի։ Այս բանը կշտում էի ու տենց մայկայով բանով գնում նստում էի սպասում էի երբ է ռազմականի աշխատողը գալու։ Այ որ բանը եկել է, չարությունները, տենց զորամասի աշխատողների հետ կապված եմ արի, անկեղծ եմ ասում, ասենք կարող է դե պետքա ձիգ կապած, հակած կապած լինես, բան, ես այդ բան բուշլատը իմնել Միչայլոց օֆիցերսկի բուշլատ։ Դրա համար կեսից հանին էլի որ գնացիք դոսավ։ Չէ, ժամանակ չէ, բայց այդ կոնֆլիկտները միշտ եղել է, միշտ։ Հա, ես ասենք սպայ ա եղել, որ բան եմ արել, ասենք հասցրել եմ մինչև իմ մոտ, այնքան է գոռացել զինվոր, այն որ գժված որ հրամանը չի կատարում, գժված քայլել եմ մոտս, ասենք Եկի հասել եմ 5 մետր ամոնացի, տեսիլ այդ հասկացել ասենք չի կարա էլի, ասեմ քաջիկ դու ես, ասեմ ես ինչ մտածեի, որ դու ինձ ես նկատի ունես, բայց լավ գիտես էլի հատուկ ես անում, հոգին ուտելու համար էլի։ Ինչալոց էլի բան հիշեցի։ Ահա դե քաջիկ թողիկ ես ինչ եք անում։ Նկարահանման էլի պրոցեսա, ես եմ Էմիլն է, մեկ էլ կամ ջամշներ կամ պապիկը, ստույգ չեմ հիշում, ուրեմն էլի անլուրջ տենց ոնց որ չի ստացվում, հա ծիծաղում ենք, հա բան ենք անում, էլի տենց այս կոմենկոն կբյանը գժվեց են, որ ջղայնացավ, ասեց ստոպ, ասեց գնացեք մի հատ լրջացեք, ասեց էլի երևի իմպրովիզներ էին կարել, բան ամեն ասենք չգիտեմ, ինչ-որ մի հատ ֆրազա լինում, այդ ֆրազը լսելուց, այդ արտահայտությունից կամ ինչ-որ շարժից, բանից, այն որ չես կարա, էլի։ Մենա մասնագետը, տես մի հատ բառի վրա բռնում էր ու սկսում էին սախնդալ։ Մի խոսքով, ասեց ովշն միջև ձեզ կարգի չհրավիրեք, մատոր չի նելու բան, ու Էմիլս ասեց ես գնում եմ չայնի թան խմելու, հան ինչ-որ թաներ սիրտը քաշի է, ինչ։ Ասեց ես գնացի թան խմելու, ասի լավ ու մենք կանգնած ենք այդ հատվածում որտեղ որ պետքա նկարանումը լինի։ Ես էլ նենց չի էլի տեղեկացված եմ եղել գնդապետի կոչումը որն է, մի աստղը որն է, երկու աստղը որն է, կարմիր գիծը որն է։ Վերջը մոտենում են երկու շատ բարձրաստիճան սպայեր Կարմիր գծով։ Դա կարևոր չի։ Սիրտս կկայինել, ես էլ եմ արդեն բան լինում։ Դա ոնց որ կարևոր չի ու մենք դե կանգնած մեր համար ստոպա ծխում ենք, ես ամեն ստոպին ձև չկա, պետք է ծխախոտը կպցնեմ, դες կանգնած ծխում ենք, ես մարդիկ շատ հերվից տեսան, որ ես տես շատ ինքնավստահ ծխում եմ, հերվից գոռալով եկավ։ Զինվոր, բան, ինչի պատվի չես առնում, ես ինչ վիճակ կա, բլախ են հլը մի հատ բան արապա։ Նայում ու չեմ հասկանում, էլի ով, ասում կներեք, բայց երևի շփոթել եք, նայում դեմքս համազգեստով ինչ է շփոթել, բան, ասում եմ ճիշտն ասած ձեր զորքի այս հատվածում սպիտակ բան է խփած։ Խաղապահի նշանն ասում եմ մերը կանաչ է ինչպես տեսնում եք հա ոսից բան եմ ասում եմ ինչպես տեսնում եք մերը կանաչ է ես էլ պատվի առնել բան տենց ասում եմ ես դերասան տղա եմ բան բայց ինքը կապ չունի գժված է ջղայնացած է ասում է կապ չունի ասում է դու դերասան ես դու հենց հիմա պետք է պատվի առնես հա որտե ֆորմեն հակը դա այդ կա զինվորականների մեջ ասում է հենց հիմա քեզ խիչ ես տեղեկացրել որ դու պետք է հենց հիմա պատվի առնես բան սենց կողքից այդ հետի սպան հանգստացում սպան լավ
հանգստացեք էլի, ասում եմ բան արեք։ Ես սերիալը Ես էլ ոնց որ հասկանում եմ, որ ինքը ճիշտ բան է ասում, բայց ես էլ կարող եմ պատվի առնեմ, սխալ պատվի առնեմ, ավելի շատ։ Ավելի վատ ստացվի։ Հա, ավելի սխալ բան ստացվի։ Ուզում եմ տես շատ նոր բացատրեմ ու այդ պահին ոնց որ տես շատ տես հայավարի բան, ասում եմ հոպար ջան, Հոպարը։ հա, որ տես շատ հարգելով տարիքով մարդ, բայց ու այդ պահին ֆիքսում եմ ոնց է կբեան Հայկը երևի 30 մետր հեռավորությունից քաջիկի նման ճռցնելով այն որ դու չես պատկերացնի ինչ արագությամբ կբեանը ինձ եկավ գրկեց տարավը տեղից ու սենց տարավ ու այդ ընթացքում համ տանումը համ ականջիս ասում է ում հետ էի խոսում Այ իմ հետ էլա նույն բանը եղել նույն մարդու հետ Էլի ես հոպար եմ ասել Արա, այդ խեղճ մարդուն սա հոպարի տեղ Ու ես հասկացա, որ եթե կբեան Հայկը ուշ հասներ, այ դոսավ իմ պատճառով չի գնացել, Դու կարող ես գալբախ գնայիր հետո այդ դեպքից հետո 100% մեզ զորամասը Ինչ որ հիմա դուրսը տենասի, յա, հոպարի բալա, արդեն հոպար։ Լավ ասենք այդ ընթացքում բան Էմիլը բանից բեխաբար չայնից թանով հետա Ես համտածում եմ որ ես թանով գալու եմ ջմիդանը լիքասի էլի Հոպար ջան մի հատ շատ հաղթանդամ Ես թան եփ եմ խմի ախպեր որ թան։ Երևի պախմել է։ Ասում եմ երևի թան կարող կոֆե իր խմում կարող է ժյութ Կոֆել չեմ խմում, է։ Մի խոսում քայլել չայնի, հաստատ եմ հիշում։ Բրդուճ էի ուտում։ Մի օր չաստի հենց դիմաց, զորամասի դիմացը մի հատ տենց մեծ մեքենայով մի հատ հաղթանդամ ջաջատ ու տեսնում եմ էլի ֆորմայա դնում։ Եկել էր քի մաքրման հատված կարա տեղից ֆորմա վերցներ, ոնց որ պարատ պետքա լիներ էլի այդ օրերին մեր մոտ է զորամասում լիքը բա։ Ինձ դու վիա քաջիկ ջան դու ես բան տես էներ կնիկ սա բան։ Ասցի հա ուրախ եմ Ես ինչ բանի կորպուսի հրամանատարն եմ, հարցնի ասա։ Այսենց ասեց ինք իրանը ու նստեց այդ ջիպը գնաց։ Էդի հասկացա, բայց խես այն էլ կնիկս է կնգան։ Այ ես հասկացա, ծանոթացնում էր, էլի այդ Հաջիկ ջան, դու ես այն է կնիկս։ Որտե՞ղ նայում էին ապի սաղտանիքով էին նայում մարդիկ այդ ֆիլմը։ Ես էլի չհասկացա այդ ես իմ կորպուս բան այդ որն է, բայց որ հասկացա ինքը շատ բան մարդ էր։ Վիտոգի հասկացար, որ այդտեղ նաղդի խնդիր չունես։ Բայ ջան Պետք է ասենք շնորհակալություն որ եկար Ես եմ Բայց չենք ասում հրավերի համար Պետք է ասենք, բայց չենք ասում Լավ Իսկականից այս ամեն ինչը լավ է գնում թու թող լավ զարգանա ու այն նախագծերն էլ որ կան թղթի վրա իրանք դառնան իրականություն ինձ թվում է մեր հետևորդները այդ հարցում մեզ կօգնեն ու մենք կարողանանք իրականացնել օգնեք մեզ ապրես որ եկար լավ շատ հետաքրքիր հաղորդում ստացվեց դու հիշում ես չէ որ մեր հաղորդման մեջ այդպես բան ենք սկսել մեր նախորդ թյուրի կողմից կա նվեր պատահականության սկզբունքով այդ նվերը քեզ է հասնելու մեր Անահիտից Կիրակոսյան շատ խնդալու նվերեր բերել շատ լավ Այ ջան Անահիտ Կիրակոսյանի նվերը փոխանցում եմ քեզ Սուսիկին է էլի Պարտքի տետը Նիչայնի բայց ամենաուժեղը Գլը մի հատ նայ վայ քաջիկի պարտքի ինչքան ասել Էդ հավատուն ջնջի իրա առաջինը գրածա քաջիկ լուրջ ես ասում լուրջ Կողք ինչա գրած 5000 դրամ 5000 Հենց առաջինը գրած էր քաջիկ նա այստեղ կա համո գագո ամբարձում ժան երրորդ վաշ չորրորդ վաշտի գևոր ջան Այ այսինքն կարևորը ամենաքիչ պարտքը ինն է 5000 դրամ Արա փաստորեն Ես սիրով ես քեզ ցուցակը կոմոդ է Սիրով Պարտքի ցուցակը կոմոդ է կարևոր դավտարը կոմոդ Կհավաքեն Կտանես կվարես միտեղ Առաջինը սկսենք ամբարձումից 1,230,620 Կարաս 620-ը տաս մնա կերոյի Էդի կտանես կվարես Վայ դու ունես նվեր մեր հաջորդ հյուրի համար կամ մեզ համար Ես քանի որ Մենք չենք հրաժարվի որ մեր համար էլ լիներ տեղյակ եմ որ նվեր պետքա բերեի բայց անկեղծ շատ մտածեցի էլի ասենք քաջիկի հետ կապված հա ինչ պետքա բերեմ ինչ պետքա բերեմ ու հիմնական նվերը պետքա ասենք բրթուճ բուրում ինչպես ասեմ հա դուրում էր ասում քաջապուրի ապը բայց
Հա, քանի որ ասենք միշտ քաջապուրի է, ասիքը, միշտ քանի որ քաջապուրի ու ից հետո երկրորդ մոդայիկ բանը որ հետևիցս կարողա ձեն տան քաջապուրին է, ես որոշել էի պուրի ու բերել եմ պուրի է բերել, որ նկարանման ավարտից հետո դուք բերերի բանեք։ Հա, անցմիշմանը ոնց որ Պուրիով, ասեմ ավելին, հիմա է միակ ընդեղ էլ երկրորդն է դրված, որ բոլորին հերիքի, այսօր կուտեք քաջապուրի։ Այսօր վայնա։ Շատ աղու հացով տղա է։ Բայց եթե էսի կերանք մյուս հյուրին ոնց ենք փոխանցել։ Չէ, դի մերն է։ Ես կասեք մյուս հյուրին նորը կբերեմ։ Երկարների շոթապուրի կբերեմ, որ քաջապուրին կտրվի։ Վայ ջան, այս Սարլի ընկերության կողմից այս նվերը արդեն քոնն է։ Պետք է մի հատ բացեցնայինք, սաղից ցույց տա, սաղը ստենանք, որտեղ մենք այս ամեն անգամ իրան որ տենում ենք, ուրախանում ենք, որտեղ ինքը չի կրկնվում շատ։ Ամեն անգամ ես որ տեսնում եմ ձեր հաղորդումը, ուզում ես գաս։ Համ ուզում եմ գամ, համ ինձ թվում է որ սա մարցիպան է ու կարելի է ուտել։ Չէ, չի կարելի ուտել, բայց հետո հասկանում եմ ոչ շատ սիվն է։ Հետո հասկանում եմ որ ոզնին է, չէ՞։ Իմիջայլոց եզակի բաներից է, ինձ հոտնա դուրս գա։ Գարնանային ծաղիկների բույրով եզակի մուլտերից է, որ սիրում եմ, Յոժիկ Տումանյե, այո, էդ է։ լեգենդար մուլտիկա։ Էդ է։ Շատ զգացված, շատ շնորհակալ եմ նվերի համար։ Մեր գործընկերների Սարլի կողմից ի սրտե Շնորհակալ եմ գործընկերներին, որ դուք կաք հիմա այս ֆորմատով ու կարողացել եք ինձ հրավիրել, որ մենք ջերմ, անկեղծ շատ ջերմ զրուցենք, կարոտներս մի փոքր լրացնենք, որովհետև անկեղծ դուք այն մարդիկ եք, որ ում հետ մարդ ծառայել է։ Էսա հետ մարդ ապրել է, կյանքա կիսել։ Բանակին Ես անկեղծ որ ավարտեցինք, մի օր նստած հաշվեցի, ասացի ես մի վարքյան, ինչքան եմ նկարանվել, պարզվեց որ բանակումը հենց 2 տարի, 2 ամիս նկարվել եմ ու ասացի մի ծառայության ժամ։ Ես ինչի բիլետ չեն տալիս։ Ես մի Աբար էի արել, այդպես ոնց որ ասել էի ինչ կլինի, փոխանցեք, որ մենք 2 տարուց ավել ենք ծառայել, կարող է մեզ Էսա այս նոր նախագիծը կլինի, էլի կարոտներս կառնենք։ Շատ անչափ շնորհակալ ենք, անպայման սա բարի օգտագործի կդնենք, հա, կպահենք, Քեզ էլ ենք շնորհակալ։ Ապրես շատ։ Շատ մերսի, շատ շնորհակալ եմ։ Քեզ էլ ենք։ Չարենցից տողեր։ Հələ կարտա։ Գիտեք, որ գարուն է արդեն։ Ահա ոչ չգիտենք։ Շատ համառոտ, բայց շատ խորիմաց։ Գիտեք, որ գարուն է արդեն։ Լավ ինֆորմացիա։ Նվերների հետ Կագրաս հենց այս Ինձ էլ շատ հոգեհարազատ, այնպես որ շատ անչափ շնորհակալ եմ նվերի համար։ Ապրես։ Մի հատ էլ պատմություն պատմեմ, քանի որ ես նոր էի ավարտել ինստիտուտը, պետք է գնայի ծառայության։ Այդպես պատրաստ էի գնալու, բայց ազատվեցի, այդ ոչ թե ազատվեցի, ունեցա տարեկետում 3 տարի։ Ու մի անգամից, որ իմացա չեմ գնալու բանակ, մտա բանակում հեռուստասերիալ։ Անցնում է մի տարի, զանգարում են վայնկոմատից, Պետրոսյան վայ, ասում եմ, այո, եկեք, որ պետք է անցնեք ստուգում, զննում պետք է անցնեք, բան, ասում եմ, խնդիր չկա, ասում եմ, մեծ սիրով, ուղղակի ասում եմ, երևի շփոթել եք մի բան, կարող է ուրիշին պետք է զանգեի կամ տնից ուրիշ մարդու կարող է պետք է ուզեք, ես չեմ ասում եմ, ես 3 տարի տարեկետում ունեմ, ասում եմ, չէ, հենց դուք կգաք, Գեվ ոնց է դու ավելի լավ ես անում։ Կենտրոնական, ռազմական, ոչ չէ, զինվորական հանձնաժողով է, էլի դա բժշկական ասում եմ ուր պետք է գամ, ասում են կգա կենտրոնական ռազմական հանձնաժողով։ Ասում եմ շատ բարի ու բախտս բերում է, որ մեր տանը մոտիկ է։ Գնում ասում անեք վարտիկները, վերում գնում, ասում եմ ուր պետք է մտնեմ, հա, ասում են քաջիկ եկար, ասում եմ հա, եկա, ասում եմ մի սենյակ։ Մտնում եմ մի հատ սենյակ, ասում են հանեք վարտիկները։ Նստած են 6 գնդապետ։ Ես ինչ ես բռնել։ Հա, ասես նստած են, ինձ նստացնում են մեջտեղում ու սկսում են հետս խոսալ։ Խոսում, կաստինգ է էլի։ Ես էլ հա ոնց որ շատ կիրթ, բան հասավ այն պահին, որ ասեցի չհասկացանք, ասեն, ձեր է սառնում, տղա, ում ես գժի տեղ դրած, մա 6 գնդապետ նստած ենք, դրելս մատի վրա ուզում ես ես չի չա կատարում, բան,
անկեղծ եմ ասում, ես պատմել եմ, թե ոնց եմ նկարանման պլաշատկայում կախվում տուրնիկից։ Պատմել եմ, որ տաբուրետկա են դնում, որ կանգնեն։ Որտե տակից էլ մեկնել ոտերից է։ Ես դե չէի կարողանում, Անդրանիկը գրում էր, ես այն որ պետքա նկարվի, որ գրածա պետքա նկարվի, բայց ես հնարավորություն չունեմ, անգամ այդքան բոյս թռնեի, կախվեի, հերիքի կախվեի։ Հա, ես ինչքան ասեցի, բացատրեցի, որ դա ֆիլմ է իրականում, տաբուրետկայի վրա եմ էլի կանգնում, այդ բաները անում, սա։ Իրանք չհավատացին, ինձ մի ամիս տարան բերեցին։ Այն կարգի, որ բժիշկը ասում էր տղա ջան, ես չեմ կարա ամեն օր քեզ ենթարկեմ ռադիացիայի։ Հա, սպանը։ Ամեն օր ուղարկում էին կամերի։ Հասկանում ես։ Բժիշկը, որ իրա բերանով ասում էր, ես իրավունք չունեմ, այս ճառագայթումներ ստացա։ Դրա համար էլ մազերս թափվեց։ Բայց ինչքան տես պատկերավոր ու բնական է եղել ամեն ինչ որ ասել են այստեղ եթե կարող է ժիմանիստի չի կարող 6 տարիքով շատ մեծ փորձառությամբ մարդիկ ինձ համոզում էին երկու անգամ ավել գնալ ասում էին դու հա հիմա հենց հիմա մեզ դրել ես ինչ որ գժիմացություն ես ուզում բանալ երկու անգամ ավել գնալ ունքերն էլ ես շապելու տենց արտային ասում են գժի տեղես դրել ասում են դե ոնց ծառայում ես պետք է գնաս դենց դες ծառայես ասում են ինչ ես բանանում դու առողջ նորմալ տղա ես ասում եմ հարց չկա լավ հասկացա Լավ, հասկացաք, մի բանը մի անգամ են ասում։ Դու քանի որ այդ պարտքերի տետրը մոտը տա կանես այդ 5000-ը կտաս 5000 եղած ինչա համբարձում միլիոն 200 Հիմա մի կարթա գտանը սուսիկի պարտքերը գտած Այս ասել եմ գրի սարուտ Խոհանոցում, կաղնիքներ ենք բացում